Իսրայելի կառավարությունը երեկոյան հաստատել է Միացյալ Նահանգների միջնորդությամբ Գազայի հատվածում հրադադար հաստատելու ծրագրի առաջին փուլը, որի համաձայն իսրայելական բանակն արդեն սկսել է հետ քաշվել նախապես համաձայնեցված դիրքեր եւ այնտեղից կվերահսկի Գազայի մոտ 53%-ը։ Դրանից հետո արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Համասը 72 ժամում պետք է ազատ արձակի իսրայելցի 48 պատանդներին, որոնցից 20-ն են ողջ։ Իսրայելն էլ պետք է ազատի պաղեստինցի 250 դատապարտյալի եւ 1700 կալանավորի։ Ծրագրով նաև պետք է վերականգնվի մարդասիրական օգնության մատակարարումը գրեթե հողին հավասարեցված Գազայի ավելի քան 2 միլիոն բնակչությանը, որի մեծ մասը տեղահանվել է պատերազմի պատճառով։ Սակայն ծրագրի առաջին փուլը հաստատելուց հետո էլ Իսրայելը գիշերը եւ առավոտյան շարունակել է հարվածել Գազայի որոշ հատվածների։ Իսրայելի վարչապետը երեք կառավարության նիստից առաջ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի եւ ավագ խորհրդական Ջարեդ Քուշների հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել նրանց եւ Դոնալդ Թրամփին այս համաձայնությանը հասնելու նպատակով գործադրած ջանքերի համար։ Նրանք անխոնջ աշխատեցին, նրանց աշխատանքն ու մեր զինվորների քաջությունը, որոնք մտան Գազա, համատեղեցին ռազմական եւ դիվանագիտական ճնշումը, ինչը մեկուսացրեց Համասին։ Կարծում եմ դա մեզ բերեց այս կետին։ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ իսրայելցի պատանդներն ազատ կարձակվեն երկուշաբթի կամ երեքշաբթի, ապա նշել, որ նախատեսում է կիրակի մեկնել Մերձավոր Արևելք։ Խոսելով Գազայի վերականգնման մասին, ինչը նախատեսվում է նրա 20 կետանոց ծրագրով, Թրամփը վստահեցրել է, ոչ ոք ստիպված չի լինի դուրս գալ Գազայից, թեև տարվա սկզբին ասել էր, որ Գազայի բնակիչները պետք է վերաբնակեցվեն, իսկ տարածքը վերածվի զբոսաշրջային եւ տեխնոլոգիական կենտրոնի։ Ոչ ոք ստիպված չի լինի հեռանալ, ոչ, հակառակը, սա հիանալի խաղաղության ծրագիր է, որին բոլորն են աջակցել։ Ոչ, մենք առհասարակ չենք նախատեսում նման բան։ Համասի վտարանդի ղեկավար Խալիլ Ալ-Հայյան հայտարարել է, որ շարժումը երաշխիքներ է ստացել Միացյալ Նահանգներից եւ մյուս միջնորդներից, որ Գազայի դեմ պատերազմը ընդմիշտ ավարտվել է, իսկ իսրայելական զորքի դուրս գալուց հետո կվերականգնվի օգնության մատակարարումը։ Վերլուծաբանները նշում են, որ Թրամփի ծրագրի իրագործման ընթացքում շատ խնդիրներ կարող են ծագել։ Թուրքիան, որը եւս մասնակցել է միջնորդական ջանքերին, հայտարարել է, որ Թուրքիայից, Եգիպտոսից, Միացյալ Նահանգներից եւ Կատարից բաղկացած աշխատանքային խումբը կփորձի լուծել ծագած խնդիրները։ Թեև ըստ արտգործնախարար Հական Ֆիդանի խումբն այս պահին դեռ կոնկրետ առաջադրանք չունի։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելուն պես անկասկած խնդիրներ կառաջանան եւ այս թիմը կմիջամտի, երբ ժամանակը գա այդ խնդիրների գործնական լուծումները գտնելու համար։ Միացյալ Նահանգներն իր հերթին 200 զինվոր է ուղարկում Մերձավոր Արևելք, որոնք Եգիպտոսի, Կատարի, Թուրքիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների զինվորների հետ կվերահսկեն խաղաղության ծրագրի իրականացումը, սակայն ամերիկացի զինվորականները չեն մտնի Գազա։ Խաղաղության ծրագրի առաջին փուլով նախատեսվում է նաև վերջ դնել Գազայում մարդասիրական ճգնաժամին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ասել է, որ ծրագրում են հրադադարի առաջին 60 օրում ավելացնել օգնության մատակարարումը։ Թոմ Ֆլետչերը նշել է, որ ամեն օր կավելացնեն օգնություն տանող բեռնատարների քանակը, այն հասցնելով հարյուրների։ Մենք կավելացնենք սննդի մատակարարումը, որպեսզի այն հասնի Գազայի 21 միլիոն բնակիչներին, որոնք պարենի կարիք ունեն եւ մոտ 500,000 մարդու, որոնք թերսնման խնդիրների են բախվել։ Սովը պետք է վերանա այն հատվածներում, որտեղ տարածվել է եւ կանխվի մյուս վայրերում։ 2023 թվականի հոկտեմբերին բռնկված պատերազմի հետևանքով ավելի քան 67,000 պաղեստինցի է սպանվել, վիրավորվել ավելի քան 169,000-ը։ Իսրայելական կողմն ունեցել է մոտ 1200 զոհ։